Ամենօրյա շփում ժողովրդի հետ, բաց ու անկեղծ զրույց բոլոր խնդիրների մասին։ Գագիկ Ծառուկյանը Շիրակի մարզում է։ Հանրապետության հյուսիսում ԲՀԿ նախագահի առաջին կանգառը Սառնախպյուրն է։ 44-օրյա պատերազմի ժամանակ Սառնախպյուրը 11 զոհ է ունեցել։ Անմահ հերոսների հուշահամալիրը գյուղի մուտքի մոտ է։ Գագիկ Ծառուկյանը ծաղիկներ է խոնարհում հայրենիքի պաշտպանության համար անմահացած քաջորդիների հուշակոթ հողին հարգանքի տուրք մատուցում։ Գյուղում մեծ աշխուժություն ու իրարանցում է։ Գագիկ Ծառուկյանին սառնախպյուրցիները կենտրոնում են սպասում, չնայած ցուրտ եղանակին մթնոլորտը ջերմ է։ Քեզանից հատուկ շնորհակալություն եմ հայտնում, որ մեր Հիսուս Քրիստոսի արձանը կառուցում ես։ Ինձանից կփոխանցես մայրիկիդ, կասես խոնարհվում եմ իր առաջ։ Առանց խոնարհվելու։ Գրիգոր լուսավորիչում եկեղեցու միշտ իր տեղը ու քո տեղը ունեն վառում։ Ոցավտանը։ Բարով եկեք մեր գլխեվերեն տեղ ունիք։ ԲՀԿ նախագահը շնորհակալություն է հայտնում ջերմ ընդունելության համար, ընդգծում Հիսուս Քրիստոսի արձանը լինելու է վերածնվող Հայաստանի խորհրդանիշը։ Արագ զանգեք, գաք, ուղեկցենք, մի քար էլ դուք դնեք, որ ձեր թորներին էլ ասեք, դուք էլ եք մասնակից։ Ու իրոք հավասարը չկա, որ գաք տեսնեք, կզգա։ Ինք իրեն կառուցվում է։ Մենք այսօր հզոր պատմություն ենք, 132 կաթողիկոս ունենք։ Բոլորը թանգարանում լինելու է։ Դա հզորություն է, դա պատմություն է, որ իմաստ կարող աշխարհում եք խոսի, ասի։ Սառնախպյուրցիները բազմաթիվ խնդիրներից են խոսում։ Գագիկ Ծառուկյանի հետ համամիտ են։ Կարևոր ոլորտները պետք է պրոֆեսիոնալներ ղեկավարեն։ Շատ մարդիկ համակիրներ ոչ թե միայն Բարգավաճ Հայաստանից ցանկանում են, ասում են ինձ պաշտոն պետք չի, ես եկել եմ ինձ համար կարևորը ոչ թե պաշտոնն, այլ պետությունն է, շատ ու շատ խելացի մարդիկ, փորձառու մարդիկ, բանիմաց մարդիկ, որոնք արդյունք են ցույց տվել, համախմբվել են մեր կողքով։ Ասում են մենք պատրաստ ենք։ Գերատեսչությունները պետք է մասնագետները ղեկավարեն։ Այ ամենացավալի Իմ սրտից ես խոսում։ Ես ասեմ, տեսօր նախարարի նշանակում, որ 50 տարի ոչ մի բան չի արել։ Փորձ չունի։ Առաջ ոնց էր կոմունիստների ժամանակ։ Ավարտելուց հետո պետք է գնար աշխատել կոմսոմոլ, հրանգիչի օգնական, վարչապետի օգնական, նախարարի օգնական, վարչապետ, պետից հետո նոր կլներ փոխնախարար, նոր փոխնախարարից հետո կլներ մինիստր։ Ես հասարակ աշխատող տղա եմ շինարար։ Այն մյուսը ուսուցիչ է։ Եթե ես դասավանդեմ, ուսուցիչը շինարարություն, այնա, որակ չի եղնելու։ Ապրե, պապս ասում էր, հացը պետք է հաստուխին տաս եղբայր, որ կարգին հաստղի։ Ամեն տարի դասագիրք են հրատարակում ու ահա որ է։ Այնպես պատահական մարդիկ են գրում գրքերը։ Նայում ես, երևում է էլի, ես որպես մասնագետ զգում եմ։ Գյուղի բնակիչներից Վիրաբը բարձրաձայնում է անբարեկարգ ճանապարհների հարցը։ Մեր գյուղի ճանապարհներն անմխիթար վիճակում են։ Գյուղի մեջին են, այնտեղ 700 մետր անմխիթար վիճակում է ճամփիկն։ Պլանավորած աշխատանք է պետք։ Այսօր կառավարություն անում են, հիմա չէ որ իրանք չեն անում, ԹՊ-ներն անում են, լավ էլ անում են, լավ էլ աշխատում են։ Դա իմ քպեական աղբեր, խոցավտան։ ԹՊ եմ ես, ԹՊ-ն։ Այս դե ու ճակատից գնացա, ես ոչ չեմ վիրավորում։ Չէ՞ բա դու ինձ դասես դա ճամփիկ։ Բա արդեն տանկը, բա եկել ես սկսես էսի ենենք, ինչ դարս եմ տալիս քեզի։ Դեր ճանապարհները չեն քպեական աղբեր են։ 8 տարի անցել է ցավը տանը։ Որ ձեր ասածն եք արել։ Խնդրում եմ պատասխանեք։ Որը մեկ ասա, մեկ մի խանգարեք։ Մի բան, Հա ճանապարհներ։ Ուրա, բա դու չեն ասում։ Մի խանգարեք։ Եղբայր ջան, հիշում ես որ ասում էիք Արցախը Հայաստանա ու վերջ, ասել եք։ Ասել եք, որ մի սանտիմ չենք տալու, ասել եք, չէ։ Դուք չեք ասում, ախպեր, որ ասում են ժողովրդի տոշակը քիչ է, չի կարողանում մի սառնի, ասում եք թող խոտ ուտեն, ասել եք։ Ինձ մի խոսք եղբայր, ձեզ ենք ընտրել, չեք կարող փոխել գնացեք։ Ով